Պարոն Իսրայելյան արդեն երկար ժամանակ է ինչ այստեղ նստածույց եք անում, օրեր շարունակ նստածույց եք իրականացնում, ինչ հստակ պահանջներ ունեք եւ մինչ այսօր ինչ արդյունք եք գրանցել։ Ուրեմն հանրահավաքը որ տեղի է ունեցել, այդ մեր ժողովրդի համբերության վերջին, որ ասում եմ, բաններ, այդ զգացմունքներ, որ արդեն կարմիր գծերը արդեն անցել է այս իշխանությունը, պահանջը հանրահավաքի ժամանակ ներկայացվել է 12 կետանոց պահանջ է, որից սկզբնական այն պահանջը, որ արտագաղթը չթողենք ժողովրդի կողմից, որ ժողովուրդը արտագաղթվի Մայր Հայաստանից, պահանջը իշխանության կողմից վերանայել բոլոր այդ սոցիալական հարցերից սկսված ժողովրդի իրավունքների հետ ու մնացած հարցերի շուրջ ավելի լուրջ ձևակերպումներ, ավելի լուրջ մոտեցումներ ցուցադրեն, բայց հաշվի առնելով, որ ներկա իշխանության օրոք եք մեկ այսօրը հասել, հաշվի առնելով, որ ներկա իշխանության մեղքերով իրենց դավաճանական հանցագործ գործողության պրոցեսների բանում ենք մեկ զոհ դարել, մենք որոշել ենք, որ հանրահավաքից հետո ոչ մի տեղ չգնանք, մինչև մեր հարցի պատասխանները չստանանք, որովհետև այդ բազմահազար ժողովուրդը հանրահավաքը, որ հավաքվել են այդ ժողովուրդը, այս հրապարակում, ազատության հրապարակում, եկել են այդ պատասխանների հետևից, եկել են արդարության պատասխանների հետևից, եկել են արժանապատվության պատասխանների հետևից, պահանջը ուժի մեջ է, պրոցեսները խորհրդի մեջ ձևավորվում է տարբեր ուղղություններով պրոցեսների ձեռնարկում, բայց մի քանի օրվա ընթացքում, ոնց որ մի շաբաթ ժամանակ է տված եղել իշխանությանը, սպասում ենք արձագանքների, սպասում ենք, որ իշխանության կողմից կլինի ժողովրդի նկատմամբ իրանց տենց որ անվանում են մեր քույրերի եղբայրների Արցախից տեղահանված մեր քույրերի եղբայրների նկատմամբ բարենպաստ ու ավելի հստակ որոշումներ, որ ժողովուրդը մի ձև այստեղ գոյատևեն իրանց ապրելակերպը, մինչև գա բարենպաստ ժամանակներ, որ մենք ապահովենք մեր հավաքական հետ վերադարձը Սուրբ Արցախ։ Հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ առաջնայինը սոցիալական խնդիրները չեն եւ հիմնական շեշտը դրվում է Արցախայցյան հավաքական վերադարձը Արցախ եւ գերիների վերադարձը Հայաստան։ Արդյոք տեսնում եք անհրաժեշտ քայլերը կառավարությանը գործող իշխանության կողմից ուղղված այս երկու խնդիրներին եւ արդյոք դուք ինչ ճանապարհներ կառաջարկեք այս խնդիրները ի վերջո լուծելու համար։ Եթե մենք տեսնեինք իշխանության կողմից ձեռնարկումներ իրականացնել, մենք չէինք հավաքվի, մենք չէինք բողոքի։ Եթե տեսնեինք մենք իշխանության կողմից մտահոգություններ, թե գերիների հետ կախված, թե հետ վերադարձի հետ կախված, այդ հարցերի, կարևոր հարցերի շուրջ աշխատանքներ, մենք ժողովուրդը չէր հավաքվի, չէր պահանջ, չէր ներկայացնի, իշխանությունը ունեցել է ժամանակ արդեն Այսա 2 տարի է դառնում իշխանության կողմից ոչ մի ձեռնարկություն չկա այդ ուղղությունների վրա ու ընդհանրապես իրանք էլ փորձում են այդ հարցը փակել կամ գցել երկրորդական կարգավիճակում, բայց դա անընդունելի է, որովհետև եթե իշխանությունը թշնամու հետ հակառակորդի հետ գնում է խաղաղության հասկացողության ինչ որ ձևաչափի, խաղաղության առաջնագծում պիտի լուծվի տուժված ժողովրդի կամ գերիների հարցը, առանց գերիների վերադարձի ոչ մի խաղաղության պայմանագիր ազգի համար դա անընդունելի է, դա երկրորդական խայտառակ մի հատ գործողություն է, որ ասում այսօրվա իրավիճակում էլ ներկա իշխանության կողմից հետ վերադարձի հարցի հետ կախված ուրեմն նույնապես էլի նույն խայտառակ մոտեցումն է, եթե խաղաղության պայմանագրի մեջ չկա այս կետերի քննարկումները, այս ժողովուրդը ում դիմեն, այս ժողովուրդը ոնց որ դեղ են եղել անտերտիրական, նույն իրավիճակում էլ գտնվում են այստեղ անտերտիրական իրավիճակում, չէ՞։ Հիմի իշխանության ղեկավարությունը դա ազգի ներկայացուցիչներն են, չէ՞։ Պատասխանատու ժողովրդի ազգի բոլոր հարցերի հետ կախված, իրանք պիտի ծառայեն ժողովրդին, իրանք պիտի ծառայեն ժողովրդի առաջնահերթ պահանջներին կամ այդ ինչ որ իրավիճակում գտնվող այդ մարդկանց
բարենապաստելու կամ բարելավելու հարցերի լուծման, բայց այսօրվա իրավիճակում մենք տեսնում ենք, որ իրանք ծառայում են ուրիշների շահերին։ Դե ձևի ղեկավարությունը մեր ազգի համար, բոլոր ժողովրդին եմ դնում, մեր ազգի համար ինչ բան ունեն, գործ ունեն մեր երկրում կամ մեր երկրի ղեկավարության։ Իրանք ունեն բոլոր հնարավորությունները այդ հարցերը լուծեն։ Ես միշտ ասել եմ, իրանք ունեն բոլոր այդ ուղղությունները, բոլոր այդ աշխատանքի ամրագրելը այդ հարցերի պատասխաններ կամ լուծելու համար։ Իրանք չեն ուզում, իշխանությունը չի ուզում, որովհետև իշխանությունը, որ հանձնել է Արցախը, այն իշխանությունը, որ հանձնել է գերիներին, նա չի կարա դրանց համար պայքարի կամ դրանց համար ինչ որ ստեղ գնում է իրանց շահերը, իրանց աթոռը պահելու համար, բայց ես խորհուրդ եմ տալիս այդ ձևի աթոռ կամ շահեր պահելու գնան ուրիշ ազգերի մեջ, ում հետ համագործակցում են, ում հետ համագործակցել են, բերել մեզ հասցրել այս իրավիճակին։ Այսօրը վաղը չմույսօրնա մեկ այս իշխանությունը գնալու է, այս ձևի իշխանությունը մեր հայ ազգի համար դա խայտառակություն է, բայց ժողովրդին ես նորից եմ ասում, մենք ենք ստեղ ապրելու, մենք ենք շենացնելու, մենք ենք ուժեղացնելու Հայաստանը, ու այդ ուժեղացումից հետո մենք հետ վերադարձ Արցախ արդեն կարողանում ենք ազգովի ապահովենք, որովհետև միշտ ազգովի ենք մեր հաղթանակները տարել, միշտ ազգովի ենք մենք, որ ասում եմ, բոլոր մեր գործողությունները իրականացնել միասնական ուժով։ Ուզում եմ ասեմ, վզներդ մի բան արեք, մի հուսաթափվեք, ծանր իրավիճակ է, իրոք պատմական ծանր ժամանակներ ենք ապրում, բայց բերեք մենք բոլորս այս պատմական ծանր իրավիճակում մեր դերակատարությունը ցույց տանք, ոչ թե խորհուրդներով, ոչ թե ինչ որ կոչերով, այլ իրական գործողություններով։ Գործողություններն էլ դրա մեջ ընդգրկում է առաջի հերթին միասնությունը մենք ցույց տանք, որ միասնական ենք, ոնց որ հանրահավաքի ժամանակ ենք այդքան բազմահազարանոց մարդկանց հավաքել, ցույց տվել մեր միասնականությունը, բայց ես ասեմ դա քիչ է։ Այդ ցույց տալուց հետո մենք պիտի արդեն ցույց տանք, որ այդ միասնականությունը ինչ նպատակների է հասնում կամ ոնց է հասնում։ Պարոն Իսրայելյան, ձեր խոսքում նշեցիք, որ այս գործող իշխանությունը անտարբեր է արցախայցյան խնդիրներին։ Դուք ինչ կարծիք ունեք, արդյոք նստացույցերով, հանրահավաքներով հնարավոր կլինի ճնշել գործող իշխանությանը։ Առաջի հերթին ասեմ, որ այս ներկա իշխանությունը ոչ թե անտարբեր է մենակ արցախահայության նկատմամբ, այլ անտարբեր է իր բոլոր, որ ասում է, ազգի նկատմամբ, որովհետև վերջի ժամանակները մենք տեսնելով ժողովրդի մեջ, հայաստանաբնակ ժողովրդի մեջ ինչ բողոքներ է բանանում, առաջանում, ինչ բողոքի ալիքներ է արթնանում, ելի իշխանության դեմ։ Այստեղ ազնվորված չի։ Այսօր որ գտնվում են իշխանության գլխին այն ազնվորությունները, որ մենք անուններ ենք տալիս, իրանք են պատասխանատու մարդիկ են։ Իրանք այն մարդիկ են, որ պատասխանատվություն են կրում ժողովրդի ազգի առաջ ծառայելու համար։ Եթե եկել են իշխանության, եթե ուզում եք դուք օրինակելի մարդ լինեք, դուք պիտի այսօրվա իրավիճակում այնձևի բաներ անեք, թողեք, որ վաղվա օրը դուք սև էջերում չգրվեք, այլ սպիտակ, որ ասում է, պատմական են լավ էջերում գրեք, բայց իրանք այդ հնարավորությունները բոլորը բաց են թողել։ Իրանք այդ հնարավորությունները ոչ թե բաց են թողել, այլ մեզ պետության, մեր իշխանության, մեր պետականության, մեր ժողովրդին դրել են սպառնալիքների, բաների, որ ասում մարտահրավերների առաջ ու ավելի ծանր կարգավիճակում, քան եղել ենք մենք մինչև իրանց գալ իշխանագլուխ կա։ Հիմա ձեր այն հարցը, որ այս նստացույցերով կամ էլ ինչ որ գործողության process-ներով ինչի կհասնենք, ինչ նպատակ է հասնենք, ստեղ առաջի հերթին ցույց ենք տալիս մենք, որ անտարբեր չենք, այդ առաջի հերթին։ Երկրորդը ես գիտեմ, թե որ ամեն մի գործողություն, եթե մենք սկսելուց գնալու ենք կես ճանապարհին չենք կաղնելու, միշտ գործողությունները հասնում է իր նպատակին։ Ստեղ մենք հանուն գործողություններ ենք անում, ոչ թե ընդդեմ, հանուն, մենք պահանջատեր ենք, մենք պահանջում ենք բոլոր այն խոստումները, ով արել է, թող իրականացի, չեք կարող իրականացնեք, կողք քաշվեք։ Ինչից եք վախում։ Եթե դուք ձեզ հաշվում եք, որ դուք բոլորը ճիշտ եք արել, ինչից եք վախում, որ չեք ուզում հրաժարական տաք։ Ուրեմն վախ կա դրա տակ, չէ՞։ Ուրեմն վախը կա, չէ՞, որ մենք արձագանքում ենք հենց այդ վախերի մասին է, որովհետև ոչ մեկը պատասխանատվությունից չի խուսափելու, ոչ մեկը այս իրավիճակում ժողովրդին գտնելու կամ այս կարգավիճակում հասցնելու պատասխանատվությունից չի բանանելու, չի խուսափելու։ Հանուն մեր հերոսների, նորից եմ ասում, մենք պարտավոր ենք այդ երեխոցը, այդ որ այդքան արյուն են թափել, մենք ունենանք ազատ ուժեղ հայրենիք, այդ դրանց առաջ մեր
որպես արցախցի ես իմ պարտավորությունը եմ զգում, որ միշտ այդ երեխոցը արած աշխատանքները վառ պահենք, ոչ միշտ հպարտանանք նրանցով, ոչ թողենք sense նմանատիպ մարդիկ զրոյացնեն այդ հերոսությունները։ Այս գործողության process-ները նորից եմ ասում, գնալու է իր նպատակներին հասնի, որովհետև ես զգում եմ հանրության մեջ օրվա ընթացքում ահագի մարդիկ են մոտիկանում, ահագի մարդիկ են իրաց աջակցությունը բանանում ցույց տալիս, որ պատրաստականությունը, որ պատրաստ է միասնական պայքարելու, ես ողջունում եմ, ես գիտեմ թե այսօր վաղը մեկը ամեն օր այս գործողության process-ների մեջ միացությունների հասնելով, հաշվի չառնելով թե իշխանության կողմից կլինի արձագանք դրական կամ չլինի արձագանք, նպատակի հասնելը դա դրական գործողության իմաստն է։ Պարոն Իսրայելյան, իսկ այս ժամանակահատվածում Արցախի ներկայացությունը, Արցախի ղեկավարությունը ինչ պիտի անի, ինչ գործողությունների պիտի դիմի։ Արցախի իշխանությունը, Արցախի ներկա հիմիկվա գտնվող ստեղ ներկայացուցիչները, ղեկավարները նույնպես ժողովրդի հետ միասին պիտի կաղնեն առաջնագծում, որովհետև դա իրենք ժողովրդի արցախայության մի մասն են, որովհետև արցախահայությունը իրենցից էլ է պահանջում, իրենց էլ է դիմում, որ այսօրվա իրավիճակում գնան վճռական արդեն կոնկրետ գործողությունների, որ ասում եմ, գոնե մասնակցությամբ։ Մենք իշխանության, մենք արցախայությունս իշխանության թիկունքն ենք, բայց իշխանությունը պիտի իրան դրսևորի համապատասխան, որ մենք թիկունքում կանգնած հպարտանանք, ոչ թե մենք սաղի գործերը իրականացնենք։ Դրա համար ես գիտեմ թե մոտակայելի ժամանակները կամ էլ արդեն որ ասում բաներ կա, որ իշխանությանն էլ է ժամանակն է, որ իրանք էլ արդեն քայլեր անեն, արդեն որովհետև մոտակա ժամանակները, եթե այս հարցերի պատասխանները մենք չստանանք, մենք ունենալու ենք հազարավոր, տասնյակ հազարավոր էլի արտագաղթ բանով ժողովուրդ կամ էլ ժողովուրդը դուրսն է մնալու։ Այն ժամանակ ավելի ծանր լինելու թե ներկայացուցիչներին, թե այս իշխանությանը դուրս գան ինչ-որ պատասխաններ տան կամ էլ ինչ-որ ձևաչափով ներկայացնեն իրանց տեսլակետը։ Հիմի է ժամանակը։ Հիմի արեք այն, որ ժողովուրդը դուրս չմնան փողոցներում։ Հիմի արեք այն, այդ մարդկանց իրավունքները չոտնահարեն։ Հիմի արեք այն, որ գոնե հնարավորության չափ ձեր մեղքերը մեղմացնեք, ձեր մեղքերը, բոլորիդ մեղքերը ժողովուրդը որ ասել են այս օրը, այդ մեղքերը մեղմացնեն։ Պարոն Իսրայելյան, նաև անդրադառնալով հանրահավաքներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ ուզում են ելնեն վերև, իջնեն ներքև, մենք մեր կամքը չենք փոխելու, մեր գործողությունները չենք փոխելու։ Ձեր մեկնաբանությունը։ Դե Նիկոլ Փաշինյանի բոլոր արտահայտությունները մենակ դրա հետ կախված չի։ Մենք միշտ ընդունել ենք կամ արձագանքել ենք որպես ոչ հայանպաստ, ոչ ժողովրդի շահերը պահպանող կամ ժողովրդի շահերը արդարացնող արտահայտություններ։ Ինչ վերաբերում է վերջի արտահայտության համար, ես այն անգամ եմ արձագանքել, Նիկոլ Փաշինյանը այն մարդը չի, որ իրավունք ունենա Արցախի շարժման մասին ինչ-որ մտքեր արտահայտի։ Նիկոլ Փաշինյանը այն մարդը չի, որ Արցախի շարժման, որ մենք այն ամենալավ մեր պատմական ժամանակահատվածում, որ մենք հպարտացել ենք այդ բանով, մեր պատմության մեջ մեծ տարերով գրած է այդ օրվա այդ ժամանակների շարժման հետ կախված կարևորությունը, այսօր այն մարդը, որ այդ շարժման գործողությունը զրոյացրել է ու փորձում է այդ շարժման հետ կախված Արցախի հարցը փակել, Ղարաբաղյան շարժման հարցը փակել, ես նորից եմ ասում, դա մեր ազգի դավաճանի արտահայտությունն է։ Ով է ձևի համարձակում է բարեր օգտագործի այդ շարժման հետ կախված դավաճանների շարքում է ու չի կարողանալու։ Մենք չենք թողելու։ Դա մի անձի ասելով չի։ Ինքը ասում է ցեղասպանությունն էլ է կասկածանքի դնում։ Ով ես դու։ Ինչ ցեղասպանություն, դու ուր ես, ինչ ես, ինչ իրավունք ունես ցեղասպանության մասին խոսես։ Դու մենակ սահմանադրության վազում ես Թուրքի կողմից ինչ նախատեսված, ինչ արձագանքներ կա, դա ես իրականացնում, դա ես կատարում։ Բայց դա մեր բոլորը գնում է մեր պետության, մեր պետականության, որ ասում եմ, մեր ազգի շահերի հակառակ process-ները։ Ինչ նպատակով են այդ ամենը արվում Հայաստանի Հանրապետության վարչապետի մակարդակով։ Որովհետև Հայաստանի Հանրապետության վարչապետը այն մարդն է, որ եկել է, բերել են իշխանագլուխ հենց այդ գործողությունների համար։ Հենց այդ բաներին, որ ասում եմ, այդ բոլոր այդ կարևոր կետերն է, կարևոր գործողություններն է, որ դա բոլորը զրոյացնի ու ընդհանրապես մենք տեսնում ենք, որ քիչ բանել չի արել։ Քիչ բանել չի արել, չէ, Արցախը տվել է։
Ինչ խի պիտի գնանք ուրիշներից, ուրիշ երկրների մեղավորությունը։ Դու երկրի ղեկավար ես, դու առաջնորդ ես, դու պատասխանատուն ես։ Խի ես թողել, որ Արցախը խոսքի, բայց դու ես քո բերանով ասել, սկզբից Արցախ Հայաստանա ու վերջ, հետո մեկ էլ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջությունն է։ Ոնց կարելի է երկրի ղեկավար լինել, առաջնորդ լինելը ունի երկու բան, մոտեցում։ Դες բան չի լինում։ Դրա համար հարմարավետ է գտնում։ Մենք այս ժամանակ հարմարավետ է եղել։ Այդ արտահայտությունն է արել, այսօր էլ հարմարավետ է այդ արտահայտությունն է անում։ Ինչ է նշանակում աթոռ պահելու, որ ասում է իրանց մենակ իրանց կյանքը բարելավելու համար։ Նորից եմ ասում, չի ստացվելու, չի հալալվելու։ Բոլոր այդ առած գործերը, այն բաները, որ ազգին կործանել է, հազարավոր մարդիկ են տուժվել դրա համար, պատասխանատու են լինելու, ոչ մեկը պատասխանատվությունից չի խուսափելու։ Ձեր գնահատականը նաև խաղաղության պայմանագիր կոչված փաստաթղթին, որը արդեն բոլոր չհամաձայնեցված կետերը արդեն համաձայնեցվել են, արդյոք սա խաղաղություն, իրական խաղաղություն կբերի հայ ժողովրդին, թե կմնա թղթի վրա, եւ նաև Փաշինյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանի նախագահը խուսափի ստորագրելուց փաստաթուղթը, ապա ինքը միայնակ իր ստորագրությունը կթողնի այդ փաստաթղթի վրա։ Նայեք, էլի անդրադառնալով խաղաղություն հասկացողության հետ, խաղաղություն որոշողը դա երկրի ղեկավարը չի։ Խաղաղություն որոշողը դա ազգն է։ Ազգը խաղաղությունը ուզում է արժանապատիվ կարգավիճակում խաղաղություն որոշվի։ Ազգը ուզում է արժանապատիվ, որ ասում է, բան ժամանակներին, որ ասում է, այդ խաղաղությունը, մենք ոչ թե խաղաղություն չենք ուզում, մենք ուզում ենք հաղթող կողմ լինենք, մենք թելադրող կողմ լինենք խաղաղության։ Այդ խաղաղություն հասկացողությունը կրկնապատկվելու է մեր բանը, պարտությունը։ Բայց պարտությունը մի մարդկանց, մի քանի հոգու կողմից իրականացված, ոչ թե ազգի։ Դրա համար այդ խաղաղությունը չի իրականանալու, այդ խաղաղություն չկա։ Խաղաղության հասկացողությունը քո գերիները գտնվում են թշնամու ձեռքին, թշնամու հետ ինչ խաղաղության մասին է խոսքը գնում։ Իմ եղբայրս գերիության մեջ է, մեկը ես։ Եղբայրս գերիության մեջ է։ Ես այդ խաղաղության փաստաթուղթը ես ոնց ընդունեմ, որպես ինչ։ Երկրի ղեկավարից դու առաջի հերթին քո ազգին ես ծառայում, չէ՞, քո ազգի շահերը պիտի, չէ՞, Հայաստանի քաղաքացիներ են, չէ՞, հիմի գտնվում թշնամու ձեռքին։ Կամ էլ թշնամու կողմից։ Ինչ խաղաղության մասին է, որ դու մեր քաջորդիներին, մեր հարազատներին ձեր մոտ պահում ես։ Ու իրանց ցուցադրական այդ բաներով էլ, այդ բանի դատական նիստի process-ներն է, թե այդ կարգավիճակում մեր այդ գերիները գտնվում են, մեր մեջ ավելի մեծ ատելություն է առաջացնում, մեր մեջ ավելի մեծ վրեժխնդիրի հարց է բանանում, զգացմունք է բարձրացնում։ Ինչ խաղաղության մասին է գնում։ Բոլորը պայմանավորված է, բոլորը մի քանի հոգու մեջ որոշումներ է կայացրված, բայց ես մեծ կասկածանքի տակ ոնց որ այն ժամանակ եմ դրել, հիմա եմ դնում, խաղաղության պայմանագիր չի լինելու, որովհետև խաղաղություն հասկացողությունը հələ մեր մեջ, գիտակ, բանի ժողովրդի մեջ չկա, թե իրանց մեջ էլ, թե մեր մեջ էլ։ Դրա համար այդ խաղաղության այդ կետերն է կամ էլ իր միակողմանի այդ ստորագրելի բանն է, ինչ ուզում է թողանի։ Մեկը ինքը գիտի, թե ինքը իր էությունով, թե իր ստորագրությունը, դա բոլորը զրո է։ Վաղվա օրը որ առողջ տրամաբանող մի հատ ղեկավարություն կա, դա մի ստորագրությունով բոլորը զրոյացնելու են, որովհետև դա հակասահմանադրական, հակապետական, հակաժողովրդի թղթեր է ստորագրված։ Ոչ մեկը չի հանդուրժելու, չենք ընդունելու այդ բոլորը։ Մինչև մեր արժանապատվությունը բարձրացնեն, մինչև մեր գերիները հետ վերջ չվերադառնան, մինչև արցախահայության կարգավիճակը չբանանա, արցախահայությունը հավաքական հետ չվերադառնա իր հայրենիքը, ինչ խաղաղության մասին ենք խոսում։ Չկա տես բան։ Նաև պարոն Իսրայելյան, վերջին շրջանում տեսնում ենք, որ թշնամին բավականին ակտիվ գրակ է բաց թողնում Հայաստանի սահմանների ուղղությամբ, մասնավորաբար Սոտքի եւ Խնածախի ուղղությամբ։ Այս պարագայում արդյոք իրատեսական է եւ ինչ նպատակով է թշնամին սա անում եւ նաև ապատեղեկատվությունները, որը պարբերաբար տարածում է 3 եւ այսօր եւս տարածել էր նման ապատեղեկատվություն, որ Հայաստանի զինված ուժերն են գրակ բաց թողնում իրենց ուղղությամբ։ Այդ հարցի պատասխանը խաղաղության ստորագրվող, որ գալիս են արդեն խաղաղության հետ այդ վերջին կետերն է, էլի, որ ստորագրելու, ընդհանրապես մի ամիս առաջ էլ չպիտի մի հատ կրակոց լինի։ Ինչի է դա, այդ հարցը Նիկոլ Փաշինյանին պիտի տվացվի։ Հենց այդ հարցը այդ իշխանության այդ պաշտպանության ղեկավարությանը պիտի տվացվի։ Այս ո՞նց է, որ այս ինչ խաղաղության բանակցություններ եք տանում, որ կրակոցներ կա, կամ էլ ես ասեմ ձեզ, սա թշնամու կողմից այս ղեկավարության թույլ տեղը, դեսանք վախկոտ են, չէ՞, սրանց
Ոս թույլ տեղը բռնած կրակոցներով, կռիվի վախություն մտցնելով, սրանց մեջ ժողովրդի մեջ չի։ Ժողովուրդը պատրաստ է ոնց կարող է իր հայրենիքի համար ժողովուրդը չկռվի, ոնց կարող է իր հայրենիքի համար ժողովուրդը չպայքարի։ Հենց ղեկավարության մասին է գնում։ Այդ կրակոցները բանը, որ ստեղի ղեկավարությունը արագացնի, իրականացնի Ադրբեջանի բոլոր այն բաները, նախապայմանները, որ բանարած է, то есть տեղադրված է կամ գրանցված է այս պահանջների մեջ ներկայացված։ Հիմի հակառակը մեր կողմի, մեր իշխանությունը ինչ է պահանջում Ադրբեջանից, ինչի է հասել խոսքի զիջումների հետ կախված, ինչ բաների է եկել, որ մեր ազգի համար, մեր ժողովրդի համար առավել է բանա։ Չկա տես բան, չէ՞։ Ուրեմն ստեղ նորից եմ ասում, մեր բոլոր մեղքերը ներկա իշխանության վրա է։ Սկսած մեր այս իրավիճակում, սկսած այդ կրակոցներից ու որ ասում եմ Աստված ոչանի վաղվա ինչ որ գործողությունների, որ ասում եմ մի հատ գայելի ծանր բանի։ Ներկա իշխանությունը այդ մտավախությունները ունի, ներկա իշխանությունը ամեն ինչ անում է իր աթոռը պահելու համար, որովհետև աթոռից դուրս այդ մարդիկ գիտեն, որ իրանց ինչ է սպասվում։ Եվ վերջում ստեղծված իրավիճակից ինչ է ելքեր կառաջարկեք դուք դուրս գալու համար։ Ելքեր դուրս գալու համար ես չեմ ուզում ժողովրդի մեջ հայրենասիրություն արտնացնեմ, ես չեմ ուզում ժողովրդի մեջ բանով որ ասում եմ, ես ուզում եմ գիտակցաբար մենք ամեն մեկս հայ լինելով այսօրվա իրավիճակում պայքարենք հայ ապրելու այս հողում հայ լինելու այդ իրավունքների համար, մեր իրավունքների համար, ժողովուրդ հազարամյա տարիներ մենք միշտ եղել ենք հայ այս տարածքում, մենք ասում եմ հազարամյա տարիներ ահագին մեր զավակներն, մեր նախնիներն իրանց արյունով, իրանց կյանքով գիտակցաբար զոհաբերել են, որ մենք այսօրվա բանում շարունակենք իրանց գործը։ Հիմա այսօր մեր օրն է։ Մենք պիտի պատրաստ լինենք մեզ զոհաբերելու, մենք պիտի պատրաստ լինենք պայքարելու, որ ապագա սերունդը մեզ չգնահատի, չասի, որ իշխանությունը հասկանալի է, կառավարությունը հասկանալի է, բայց դուք ինչ եք արել։ Այսօրվա մեր ամեն մեկիս պարտականությունն է, ամեն մեկիս, որ ասում եմ, բանն է, առաջնային գործն է, մենք կաղնենք հայ լինելու համար, որ չանենք առիթավորվելու են մենք ավելի են մեզ տանելու կործանման, խոչընդոտեք ժողովուրդ, խանգարեք չիրականանվա այս հակապետական, հակաժողովրդական ծրագրերը, սա վտանգավոր բան է, մենք պիտի ապագա սերունդի առաջ հպարտ լինենք, դրա համար մեր անելիքները, բոլորին եմ ասում, ժողովրդին եմ ասում, անելիքները կա ամեն մեկի անելիքները, ոչ թե մի քանի հոգի կամ մի 10-20 հոգի։